Ասում եմ քեզ, զենքս, գնա, ինչ ուզում ես արա։ Ուշադիր եղեք ձեր ախտանշաններին, նորից ասկասեմ, տեսնից մենակ Հայաստանն է, որ կնիկ մարդու հավես չունենալը, մենակ մեր պատճառից մեկ ախված։ Վերխացավ, հեռացի, ատամից հավարի։ Իրականում թող համ գլխից հավերժտը, համ էլ ադամի երկուսն էլ զզվելի բաներ են։ Ու եթե ձեզիք թվա թեպը գլուխ է բդի ցավա ու դիք նորմալ է, ուրեմն սխալվիկ կը։ Ու համ էլ եթե կմտածեք, որ ձեր չմուծած վարկերը, ավտոյի պրոբլեմները, կռիվ դավիները, էլի ձեր գլխացավի պատճառներից են, այդ հարցում էլ սխալվիկ կը։ Ախպեր համբերեմ միքսեմ ճիշտը որն է։ Լինում են գլխացավեր, որոնց տակ լուրջ խնդիրներ են թաքնված։ Այս վերջերս մեր Ալլայի մոտ բժիշկ Բաղդասարյանն է թյուր։ Տեղը տեղին բժիշկ է ու քսեր որ գլխացավը ու հատկապես կրկնվող գլխացավը իր պատճառներն ունի էլի։ Ինչ ախտանշանների դեպքում պետք է բուժարուն դիմի բժշկին։ Օրինակ գլխացավ եւ քաշի կորուստ։ Գլխացավ, որին ուղեկցում են մշտական սրտխառնոցներ, փսխումներ։ Գլխացավ, որին ուղեկցում են ինչ-որ վարքային շեղումներ, որոնք նոր են զարգացել։ Կան նշաններ, որոնք որ հուշում են, որ սա ուղղակի գլխացավ չէ եւ պետք է մասնագետ նայի հիվանդին եւ պետք է ավելի խորը հետազոտություններ արվեն։ Հմիքսեք անալգինի ու ասկոֆենի ջանը սաղեղնի ինչ ես ինգետևներից աղջիկ ջան, բայց օրորըմ տանակը հասավ գանգոսկրին, էլ հոտպես չեք խոսա։ Այսինքն կախված գլխացավի հաճախականությունից, տևողությունից, մարդու կյանքի որակի վրա ազդեցությունից մենք ընտրում ենք պրոֆիլակտիկ բուժում անել, թե ուղղակի ցավը հանել ցավի պահին ցավազրկողներով։ Մեր մեծերը իհարկե իմաստուն են, բայց նաև պիտի գիտակցեն, որ մեր սաղ գլխացավանքները մենակ հեռախոսից չեն։ Եվ եթե մարդու կյանքին վտանգ չի սպառնում, դա դեռ չի նշանակում, որ պետք է անլուրջ մոտենանք այդ գլխացավերին, բայց կարծում եմ համացան մեջ պետք է գնալ ավելի խիստ այն գլխացավերի հետևից, որոնց տակ վտանգներ են թաքնված։ Կուզեմ սեմ տեր եղեք ձեզի, թող ձեր գլուխը չցավա, որտեվ լենագանցիները սիրեն գլուխ կովալ, բանում դիմենա չէ, որ կովան։ Դեր շատ գլուխները չտանիմ, բայց սկանից հետո միանգամից շելնիկ եւ շտեք հիվանդանոցները զավթեք, ուշադիր եղեք ձեր ախտանշաններին, առողջությունը վերջի վերջո կարևոր բան է։ Դե իսկ Գյումրիում հազի վարևոտ եղանակին ձեր համար այս ռեպորտաժը նկարեցին Աստղիկ Խաչատրյանն ու Ռայա Լազարյանը։ Էջտանք քանի անձրև չի եկե։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հուլիսի 9-ին անցկացրեց 2026 թվականի հերթական նիստը, որի օրակարգում ընդգրկված էին տնտեսությանը, գյուղատնտեսությանը, զբոսաշրջությանը եւ պետական մի շարք ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր։ Նիստի առանցքային թեմաներից մեկը արտահանող տնտեսվարողներին պետական աջակցությունն էր։ Կառավարությունը որոշեց շուրջ 3 միլիարդ 140 միլիոն դրամի ֆինանսական աջակցություն տրամադրել այն տնտեսվարողներին, որոնք հունիս ամսվա ընթացքում արտահանել են հայկական ծագման արտադրանք՝ թարմ մրգեր, բանջարեղեն, ծաղիկներ, ինչպես նաև սննդամթերքի եւ խմիչքի առանձին տեսակներ։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի խոսքով այս որոշումը բխում է հունիսի սկզբի ընդունված արտահանման խթանման ծրագրից եւ նպատակ ունի կատարել հունիս ամսվա ընթացքում արտահանում իրականացրած տնտեսվարողների նկատմամբ պետության ստանձնած ֆինանսական պարտավորությունները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ 3 միլիարդ 140 միլիոն դրամի փոխհատուցումն արդեն իսկ վկայում է արտահանման զգալի ծավալի մասին։ Նա նաև կարևորեց արտահանման շուկաների դիվերսիֆիկացումը, ընդգծելով, որ Հայաստանը պետք է նվազեցնի կախվածությունը առանձին շուկաներից եւ ընդլայնի արտահանման աշխարհագրությունը։ Նախարար Պապոյանի ներկայացմամբ հունիս-հուլիս ամիսներին հայկական միրգ արտահանվել է աշխարհի 15 երկիր, ծաղիկ 25, իսկ բանջարեղեն 8 երկիր։ Միայն հունիսին արտահանվել է շուրջ 3000 տոննա ծիրան, 1400 տոննա կեռազ, 784 տոննա պղպեղ, 200 տոննա լոլիկ, 109 տոննա ելակ, 1.5 միլիոն լիտր շշալցված բնական հանքային ջուր եւ շուրջ 230 000 շիշ հայկական գինի։ Հունիս ամսվան առանձին եթե ներկայացնեմ, ապա արտահանել ենք 784 տոննա պղպեղ, 200 տոննա լոլիկ, 109 տոննա ելակ, մոտ 3000 տոննա ծիրան, 1400 տոննա կեռաս, 1.5 միլիոն լիտր շշալցված բնական հանքային ջուր, 230 000 լիտր շշալցված խաղողի գինի, 1.3 միլիոն լիտր հաշվարկով եւ այսպես շարունակ։ Այսինքն այդ փոխհատուցման թիվը այդ նշանակում է, որ արտահանման ծավալները ահագին մեծ են, որովհետեւ 3 միլիարդը
այդ արդեն բավականին մեծ թիվ է, ճիշտ եմ հասկանում, պարոն։ Նիստում անդրադարձ կատարվեց նաև զբոսաշրջության ոլորտին։ Վարչապետի խոսքով վերջին օրերին Հայաստան օրական մուտք է գործում ավելի քան 10,000 ուղևոր, իսկ 2026 թվականի հունիսին գրանցվել է զբոսաշրջային այցելությունների պատմական ռեկորդ, ինչը ըստ դրա պայմանավորված է նաև նոր ավիաուղղությունների զարգացման եւ պետական աջակցության ծրագրերով։ Մեծ ուղևորահոսքեր կան եւ ուզում եմ էտել մենք արձանագրենք որպես արտահանման մի ճյուղ, որովհետեւ զբոսաշրջիկները գալիս են այս օրերին օրինակ համարյա ամեն օր 10,000-ից ավելի ուղևոր մուտք է գործում Հայաստանի Հանրապետություն։ Նիստի ավարտին վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ կրթական եւ նախադպրոցական ուսումնական հաստատություններին, զգուշացնելով, որ շարունակելու է անակնկալ այցեր կատարել դպրոցներ, մանկապարտեզներ եւ այլ կրթական հաստատություններ, անձամբ հետևելու դրանց վիճակին ու պահպանման պայմաններին։ Գայանե Հովհաննիսյան, այսօր։ Իրանի, Ռուսաստանի Դաշնության, Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Եվրամիության, Կենտրոնական Ասիայի երկրների, Չինաստանի բոլորի հետ աշխատելու ենք, որովհետև TRIP-ը գլոբալ նախագիծ է եւ գնալով այդ նախագծի արժեքն ու նշանակությունը մեծանալու է։ Այս մասին կառավարության ճեպազրույցի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Մենք էլ ուզում ենք րոպե առաջ սկսել դրա իրականացումը, րոպե առաջ։ Ինչքան հասկանում եմ, ամերիկյան կողմն էլ է դա ուզում, հիմա պետքա ընթացակարգերը նորմալ ապահովենք, որպեսզի հույս ունեմ այս տարվա մեջ աշնանը արդեն գետնի վրա առաջին աշխատանքները իրականացվեն։ Շնորհակալություն, հաջորդ հարցին յուզեմ։ Հա, իմիջիալոց։ Շատ կարևոր է, որ TRIP նախագիծը, TRIP նախագծի ոչ ուղղակի նախագծի շրջանակներում չէ, բայց այդ գործընթացը իրականացնելու արդյունքում մենք Պարսից ծոցից Սև ծով երկաթուղին ենք բացելու։ Եվ Հայաստանի եւ Իրանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների հնարավորությունները էականորեն ընդլայնվելու են։ Իրանի Իսլամական Հանրապետության առևտրատնտեսական հնարավորությունները էականորեն ընդլայնվելու են։ Այսինքն այստեղ այս դետալները հաշվի առնելով TRIP նախագծի իրականացումը անկեղծորեն եւ ուղղակիորեն բխում է նաեւ Իրանի Իսլամական Հանրապետության շահերից։ Սահմանազատման հետ կապված այն, ինչ տեղի է ունենում հրապարակային կոմունիկացվում է, այսինքն եթե պաշտոնական հաղորդագրություն չի եղել, նշանակում է կարևոր նոր զարգացում չկա, ասել է վարչապետ Փաշինյանը, անդրադառնալով հարցին, թե ինչ փուլում է սահմանազատման գործընթացը։ Այդ խնդրի լուծման երկու տարբերակ կա։ Տարբերակ 1, որ տարածքը որևէ անկլավի կամ էքսկլավային կամ անգլավային կարգավիճակով մնում է, շարունակում է մնալ այն երկրի տարածք, որին դե յուրե պատկանում է, կամ մենք պայմանավորվում ենք եւ տարբերակներից մեկը օրինակ այդ համարժեք տարածքները սահմանի երկայնքով համարժեք տարածությամբ, այսպես ասած, փռում ենք կամ կոնկրետ տեղանքներով իրականացնում ենք փոփոխություններ։ Այսինքն դրա պրոցեդուրաներն են նախատեսված եւ Հայաստանի օրենսդրությամբ եւ սահմանադրությամբ սահմանված կարգով մենք պետքա բան անենք, պետքա այդ թեմային անդրադառնանք։ Իմիջիալոց ուզում եմ ասել, որ հետեւյալ խնդիրը կա, նաեւ ուզում եմ ուշադրություն հրավիրել, ես օրինակ այդ նրբությունը չէի նկատել, բայց աշխատանքի ընթացքում այդ նրբությունը նկատեցիք, որ օրինակ Ադրբեջանի դրամի եւ անձնագրի քարտեզների մեջ Արցվաշենը որպես անկլավ արձանագրված է։ Սա շատ կարևոր նրբություն է։ Սա շատ կարևոր նրբություն է եւ կարծում եմ մենք էլ պետք է հայելային նույն մոտեցումը ցուցաբերենք, որպեսզի Ալմաթայի հռչակագրով համապատասխան քարտեզների նկատմամբ ճշգրիտ վերաբերմունք ցուցաբերենք, որովհետև դա է բխում այն պայմանավորվածություններից եւ նախաստորագրված համաձայնագրի տեքստից, որը մենք ոչ միայն ստորագրել ենք, այլև Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից այն փաստացի ընտրություններով արժանացել է հավանության։
Ճեպազրույցի ժամանակ վարչապետն անդրադարձել է նաև դիտարկմանը, թե Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին առնչվող գործի փաստերը եղել են նաև նախկինում, բայց չեն օգտագործվել, իսկ այժմ դրանք որպես մահակ օգտագործվում են ընդդիմադիրների դեմ։ Նախընտրական իմ խոստումները կհամարեմ իրականացված, եթե ինչպես եւ խոստացել եմ, ամբողջ թալանված է բոլորի հատիկ միջև վերջ հետ բերվի եւ տակը մնա ինչին որ ձեզ հայտնի շրջանակները արժանի են։ Այդ ժամանակ կհամարեմ, որ իմ նախընտրական խոստումը կատարված է։ Արարատ ցեմենտը վերսկսել է աշխատանքը, վաղվանից կաշխատի ամբողջական ռեժիմով։ Այս մասին ասել է էկոնոմիկայի փոխնախարար Էդգար Զաքարյանը։ Բանակցությունը չէ, աշխատանքային process է, աշխատանքային process-ը կարծում եմ լավ ընթացավ։ Հիմա գործարանը սկսում է աշխատանքները, հուսանք մի քանի ժամից արդեն փոքրիկ տեխնիկական խոչընդոտները կավարտվեն, վաղվանից լրիվ ռեժիմով կաշխատի։ Եվ ավելի շուտ քան վաղը, բայց վաղը լրիվ ամբողջությամբ լրիվ կընկնի ռեժիմի մեջ։ Միացյալ Նահանգները եւ Իրանը երկրորդ օրն է փոխադարձ հարվածներ են հասցնում։ ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ գործողությունների նպատակն է թույլատրել Հորմուզի նեղուցում առևտրային նավերի վրա հարձակվելու Իրանի կարողությունները։ Հարվածի տակ է հայտնվել շուրջ 90 թիրախ, այդ թվում հոբ համակարգեր, ափամերձ հսկողության միջոցներ, հրթիռների եւ անօդաչու թռչող սարքերի պահեստներ եւ այլ ենթակառուցվածքներ։ Ըստ իրանական լրատվամիջոցների թիրախավորվել են երկրի հարավային եւ հյուսիսային շրջանները։ Իրանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ ամերիկյան հարվածների հետևանքով 5 նահանգում զոհվել է 14 մարդ։ Հարվածներ են արձանագրվել Բանդար Աբասում, Կոնարակում, Ահվազում, Իրանշահրում։ Չաբահարում ամերիկյան գրոհի հետևանքով էլեկտրամատակարարման խափանումներ են եղել։ Աքալայում հարված է հասցվել երկաթգծային կամրջի։ Ըստ մեհր գործակալության ամերիկյան հարվածներից վնասվել է նաև Թեհրանից Մաշհադ տանող երկաթուղային գծի մի հատվածը։ Ուղևորատար գնացքների երթևեկությունը դադարեցվել է։ Սրբազան քաղաք համարվող Մաշհադում հուլիսի 9-ին նախատեսված է Իրանի հանգուցյալ հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորությունը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ի իր էջում Իրանին հարվածների բազմաթիվ տեսանյութեր եւ լուսանկարներ է տարածել, նշելով, որ ամեն ինչ կարող է վատթարանալ։ Սա հատուցում է Իրանի կողմից նավերի երեկվա ռմբակոծության համար, եթե դա կրկնվի, ամեն ինչ շատ ավելի վատ կլինի։ Անկարայում անցկացված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից Միացյալ Նահանգներ վերադառնալիս էլ Թրամփը հայտնել է, որ հուլիսի 7-ին Հորմուզի նեղուցում 3 բեռնանավի թիրախավորմանն ի պատասխան Վաշինգտոնը շատ ծանր հարվածներ է հասցրել Իրանին։ Նրանց յուրաքանչյուր հարվածին մենք կպատասխանենք 20 հարվածով։ Մենք հաղթելու շատ ձևեր ունենք, բայց ռազմական առումով արդեն հաղթել ենք։ Նրանք շատ են ցանկանում գործարք կնքել։ Քիչ առաջ զանգահարել էին։ Նրանք գործարք են ցանկանում, բայց ես վստահ չեմ, որ արժե նրանց հետ գործարք կնքել։ Չգիտեմ, արդյոք նրանք կհարգեն այդ գործարքը։ Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում Թրամփը հայտարարել էր, որ չի ցանկանում գործ ունենալ Իրանի հետ։ Հրադադարի ռեժիմն այլևս ուժ չունի եւ բանակցություններն ավարտված են։ Ի պատասխան ամերիկյան նոր հարվածների Իրանը կրկին թիրախավորել է Բահրեյնում եւ Քուվեյթում ամերիկյան ռազմաբազաները եւ օբյեկտները։ Մասնավորապես Քուվեյթում հարված է հասցվել Patriot հակահրթիռային պաշտպանության համակարգի, Բահրեյնում ամերիկյան բանակի համար նախատեսված վառելիքի պահեստի։ Կատարում էլ ըստ իրանական կողմի թիրախավորվել է արբանյակային ալեհավաք։ Հուլիսի 8-ին Իրանի արտգործնախարարությունը հայտարարել էր, որ Իրանի դեմ գործողություններում տարածաշրջանի երկրների կողմից ցանկացած աջակցություն կդիտարկվի որպես հանցակցություն։ Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ ամերիկյան հարվածներն անպատասխան չեն մնա։ Ամերիկայի Միացյալ Նահանգները դեռ չի հասկացել, որ ճնշումներն ու խոստումների դրժումն այլևս չեն մնում առանց հետևանքների։ Թույլ տվեք հստակեցնել, եթե դուք հարված եք, պատասխան հարված կստանաք։ Անիմաստ քայլեր մի արեք, այլապես ավելի խորը կընկղմվեք։ Հորմուզի նեղուցը կվերաբացվի միայն Իրանի կողմից սահմանված պայմաններով, ոչ թե Ամերիկայի Միացյալ Նահանգների սպառնալիքների ներքո։ Ռազմական գործողությունների վերսկսման ֆոնին նավթի գինը կրկին բարձրացել է։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտահոգություն է հայտնել հարվածների կապակցությամբ եւ ապաեսկալացման կոչ է արել։ Ըստ Անտոնիո Գուտերեշի լայնածավալ հակամարտության վերսկսումը կարող է աղետալի հետևանքներ ունենալ տարածաշրջանի երկրների միջազգային խաղաղության ու անվտանգության եւ համաշխարհային տնտեսության համար։ Սյուզաննա Չրաղյան
կան պատկերներ, լույս եւ իրականություն։ Փարաջանովը այդ տաճարի վարպետն էր։ Փառերքել Փարաջանովին Կապան ֆեստի 4-րդ օրն անցավ այս խորագրի ներքո։ Ֆրանսահայ կոմպոզիտոր Միշել Պետրոսյանի ղեկավարությամբ Ֆրանսիայից Կապան է ժամանել մուզիկատրեզ անսամբլը։ Այս ստեղծագործության մեջ միաձուլվել էին երաժշտությունը, պատկերն ու խոսքն այնպես, ինչպես Փարաջանովն էր անում։ Փարաջանովի ուժը հենց դրա մեջ էր կայանում, ինքը մի կողմից շատ абստրակտ, շատ տարօրինակ ֆիլմեր է չէ հանում, բայց ինքը պատմում էր, որ մանավանդ հայերը, բայց բոլոր տարբեր ազգերը, որտեղ ինքը գործել է վրացիների հետ, ուկրաինացիների, ինչ որ գեն արթնացնող բաներ են ինքը ստեղծում, չես էլ անպայման հասկանում ինչ է տեղենում, բայց ինչ որ զգում ես հոգով եւ հույս ունենեմ մենք էլ ինչ որ նման բան ենք ստեղծում։ Նորությունը եւ հնությունը իրար հետ համակերպվող տարբերակը լավագույն միջոցն է ինձ թվում է կենթանի մնալու համար, որտեղ եթե արմատներիցս կտրվես ինչ որ չես գնում, չգիտես որտեղ ես գնում, բայց երբ որ միայն մնաս արմատների մեջ հողին կպած ես մնում, չես աճում։ Այդ երկու տարբերակը ընտրելը Փարաջանովը հրաշալի կերպով է արել, մենք էլ փորձում ենք այսպես անել։ Մենք էլ ուզում ենք գանք այս արմատներից մի բան ստանանք։ Դիրիժոր Ռոլանդ Հայրապետյանի համար այս բեմում նվագելն անչափ հուզիչ է։ Անհավատալի է, որ այսքան հեռու վայրում նման մասշտաբի փառատոն է անցկացվում, ասում է։ Moi je trouve que c'est une œuvre qui Այս ստեղծագործությունը արտահայտում է այն հայկական շունչը, որը ես ճանաչում եմ, բայց շատ հեռվից։ Ինձ հիշեցնում է ինչ-որ ելևէջներ, որոնք հեռավոր մանկության տարիներին եմ լսել, եւ որոշ պահերին նույնիսկ փշաքաղվում եմ։ Անսամբլի երգիչները մեծ ոգևորությամբ են եկել Կապան։ Ֆեստի մասին շատ էին լսել։ Ուրախ են, որ նորությամբ են հագեցրել օրակարգը։ Moi d'abord ce que j'aime c'est que ça parle de cinéma. Ես կինո սիրում եմ, բայց Փարաջանովին ծանոթ չէի։ Ստեղծագործությունը 8 մասից է բաղկացած եւ ամեն մեկը բացահայտում է նրան տարբեր կողմերից։ Կապանում հասցրել ենք շրջել, այսպիսի քաղաք չէի տեսել։ Ես ինքս սարերին մոտ եմ ապրում, հարազատ բան զգացի։ Nous c'est vraiment une grande chance d'être ici. Շատ հաճելի է այստեղ գտնվել։ Հիմնականում երբ փառատոների եմ մասնակցում, մրցակցային մթնոլորտ է տիրում։ Իսկ այստեղ ամեն ինչ հանգիստ է, ընկերական ու ջերմ։ Հանդիսատեսը դահլիճից դուրս եկավ վառ տպավորություններով, խոստովանելով եւս մեկ քայլով մոտեցան սեփական արմատներին։ Այսօրվա համերգը շատ տպավորիչ էր, որովհետև այս ֆեստիվալի շրջանակներում այսպիսի տարբերվող համերգ շատ քիչ է լինում եւ այս տարբերությունը եւս մեկ մակարդակ բարձրացրեց Կապան ֆեստը։ Նախնա որ առաջին անգամ էր ու պրեմիերա էր, ու այդ պրեմիերան հենց տեղի ունեցավ Կապանում, դա արդեն իսկ ֆանտաստիկ է։ Եվ այն ինչ որ իրանք ստեղծել են, այն ինչ որ բերել էին Կապան, Փարաջանով, բայց Փարաջանովը այսքան գույների մեջ, այսքան sense տարբեր շերտերով ու երանգներով ուղակի փառահեղ էր կարելի ասել։ Շատ հաճելի է, որ արտասահմանյան մշակույթը նույնպես գրավված է այս ամենով եւ թե ինչպես Փարաջանովին մեկնաբանել է Միշելը, դա անգնահատելի ներդրում է եւ շատ ոգեշնչող, ոգևորող։ Հիշեցնենք, որ Կապանի միջազգային երաժշտական փառատոնը կշարունակվի մինչև հուլիսի 14-ը ամեն օր նոր ծրագրով եւ յուրահատուկ ոճով։ Աննա Մելքումյան, Տիգրան Թումանյան։ Հայկական լեռնաշխարհի բույրերը, լեռնային մաքուր օդն ու բնության գրկում անցկացրած օրը մեկ վայրում։ Հուլիսի 4-ին Տավուշի մարզի Ենոքավանը կրկին դարձավ Հայբույս փառատոնի կենտրոնը, արդեն 10-րդ անգամ։ Հայբույսը տարիներ շարունակ ներկայացնում է Հայաստանի բուսական հարուստ աշխարհը, դեղաբույսերի կիրառման ավանդույթները եւ բնության նկատմամբ պատասխանատու վերաբերմունքը։ Փառատոնի հիմնական նպատակն է բացահայտել հայկական խոտաբույսերի արժեքը եւ ցույց տալ, թե ինչպես կարելի է բնության բարիքները կիրառել առօրյայում, միաժամանակ նպաստելով դրանց պահպանությանը ապագա սերունդների համար։ Դեմս Հայբույս փառատոնը
Մտածել են, մշակել են, կազմակերպել են կինս, Նիրինան, աղջիկս Գայանեն, մեկ էլ աղայան Գայանեն։ Արդեն 10-րդ անգամ անցկացվում։ Այսօր տեսանք մեր մասնակիցների մեկը արդեն թորնուին էլ եկել փոքրիկ երեխա։ Միասին մեծանում ենք։ Պետք է ճանաչենք մեր երկրում գտնվող քարին, ծառին, բույսին, իմանանք ինչպես օգտագործենք, որ իրանք չվերանան, որ իրանք լավնանան, որ մեր միջավայրը գեղեցկանա, մաքրանա։ Ես ցանկանում եմ փառատոնի հետ կապված, ինչպես Շամշադինում կասեին, acknowledgements, շնորհակալությունները, եղտիկի խոսքերը հղել մեր խոշորացված համայնքապետին, Տավուշի մարզպետին, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, ողջ կազմին, նախարարի գլխավորությամբ, նախկին նախարարի գնելի Սանոսյան, էկոնոմիկայի նախարարությանը և նրա կազմի մեջ մտնող տուրիզմի պետական կոմիտեի ղեկավարությանը, հրազգային ժողովին և բոլոր պատկան կառույցների մարմիններին, որ մենք կարողանում ենք անցկացնել նման գեղեցիկ փառատոն հայ ընտանիքների համար, հայկական ընտանիքների համար։ Շնորհակալություն։ Փառատոնի ծրագիրը հագեցած էր բազմազան միջոցառումներով։ Այցելուները մասնակցեցին վարպետաց դասերի, լսեցին մասնագիտական դասախոսություններ, բացահայտեցին բույսերի օգտակար հատկությունները, ինչպես նաև պատրաստեցին լավաշով, հայկական խոտաբույսերով եւ տարբեր երկրներից բերված պանիրներով բրդուճ, օրը վերածելով հանգստի, նոր գիտելիքների եւ հետաքրքիր փորձառությունների համադրության։ Արդեն 8 տարի է Սարիգյուղում, սահմանամերձ գյուղ է, աճեցնում ենք հայկական սաֆրան։ Արտահանում ենք Շվեյցարիա եւ վաճառում ենք Հայաստանի տարբեր խանութներում։ Ներգրաված են կանայք գյուղի եւս տղամարդիկ, որովհետեւ տեխնիկա այլ է պետք ու արդեն 6 տարի է Եվրոպայում մենք հնչեցնում ենք հայկական զաֆրանը որպես բարձրորակ համեմունք։ Մեզ հրավիրել են համարյա ամենասկզբից, երբ որ մեր մարզն է մեկս մեկով, դա իմ բանաձևն է, որ հայերը միասին լինեն եւ մարզ եւ հանրապետական արտադրողները, այնպես որ շատ հաճելի միջավայր է։ Այսօր աշխատել եմ ժամը 6-ից դաշտում, սոխուկներ ենք անելուց եղել, իսկ ժամը 9-ից արդեն եկել ենք ֆեստիվալ։ Ենոքավանի կանաչ բացատում այսօրը հանդիպել էին Հայաստանի տարբեր մարզերից ժամանած մարդիկ, ընտանիքներ, երիտասարդներ, զբոսաշրջիկներ եւ բնության սիրահարներ։ Մեր հերթական ուսումնասիրական պլեներն է, ընկերներիս հետ եմ եկել ու ուսումնասիրում ենք բնությունը, Լուիսի ու Ստվերի խաղը։ Տոնական մթնոլորտ է, երաժշտությունը լավ տրամադրում է ամեն ինչը ու շատ ավելի հավես է սենց նկարել է։ Առաջին անգամ ենք այստեղ ու առաջին անգամ իմացանք հայբույս փառատոնի մասին, հետաքրքրեց, հետո ուսումնասիրենք անպայման։ Հայկական խոտաբույսերի աշխարհը բացահայտելու եւ բնության հետ նոր հիշողություններ ստեղծելու եւս մեկ հնարավորություն։ Այսպես ավարտվեց Հայբույս 2026-ի 10-րդ փառատոնը։ Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների իրականացրած համալիր օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերի հարկերից խուսափելու դեպք։ Օպերատիվ տվյալներ են ստացվել, որ Երևանում գործող մարզաառողջարարական համալիրներից մեկը համակարգված կերպով թերհայտարարագրում է իր գործունեությունից ստացված եկամուտները, այսպես էականորեն նվազեցնելով պետական բյուջե վճարման ենթակա հարկային պարտավորությունները։ Ստացված տեղեկությունների իրացման նպատակով հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները մշակել, ձեռնարկել եւ իրականացրել են համալիր օպերատիվ հետախուզական միջոցառումներ։ Ուսումնասիրվել են ընկերության գործունեությանն առնչվող էլեկտրոնային տվյալները, ներքին հաշվառման փաստաթղթերն ու գործունեության իրական ծավալներն արտացոլող տեղեկատվությունը։ Ձեռք բերված տվյալների համալիր ուսումնասիրության, վերլուծության եւ հարկային ու մարմնի տեղեկատվական բազաներում արկա տվյալների հետ համադրման արդյունքում բացահայտվել են ընկերության հարկային հաշվառման եւ գործունեության իրական ծավալների միջև էական անհամապատասխանություններ։ Պարզվել է, որ 2023-ից 24 թվականներին ընկերությունը հարկային հաշվարկներում չի արտացոլել շուրջ 2.6 միլիարդ դրամի շրջանառություն, ինչի հետևանքով պետական բյուջե չի հաշվարկվել եւ չի վճարվել ավելի քան 832 միլիոն դրամի հարկային պարտավորություն։ Սակայն բացահայտված փաստերն այսքանով չեն սահմանափակվել։ Օպերատիվ հետախուզական միջոցառումների ընթացքում պարզվել է նաեւ, որ հարկային բեռը նվազեցնելու նպատակով ընկերության գործունեության մի մասը ձևականորեն իրականացվել է նախկին աշխատակիցների անուններով գրանցված իրավաբանական անձանց միջոցով, որոնք գործել են հարկման հատուկ համակարգում։
Այդ մեխանիզմի կիրառման արդյունքում շուրջ 158 միլիոն դրամի շրջանառություն դուրս է մնացել ընկերության կողմից ներկայացված ավելացված արժեքի հարկի հաշվարկներից, ինչի հետևանքով պետական բյուջետ չի վճարվել եւս 17 միլիոն դրամից ավելի հարկային պարտավորություն։ Այսպիսով բացահայտված խախտումների հետևանքով պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է շուրջ 849 միլիոն դրամ։ Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել վարույթ իրականացնող մարմին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ եւ իրականացվում է նախաքննություն։ Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչությունը հետևողականորեն շարունակելու է պայքարը ստերային տնտեսության բոլոր դրսևորումների դեմ։ Հարկերից խուսափելուն ուղղված յուրաքանչյուր սխեմա ենթակա է բացահայտման, իսկ օրենքը շրջանցելու յուրաքանչյուր փորձ իրավական գնահատականի։ Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին։ Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնում հունիսի 29-ին տեղեկություններ ստացվել, որ Ախուրյանի փողոցներից մեկում անհայտ անձը Hyundai Magnich-ի ավտոմեքենայով զբաղվում է թմրանյութերի իրացմամբ։ Տեղեկությունն իրացնելիս ոստիկանության ծառայողները նկատել են անձի, ով փաթեթներ է տեղադրել կիսական շինության մոտակայքում եւ լուսանկարահանել դրանք։ Թմրանյութ իրացնելու անմիջականորեն ցակած հիմնավոր կասկածով վերջինս ձերբակալվել եւ ներկայացվել է Ախուրյանի բաժին։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նույն օրը ժամը 22:30-ին դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 4 գրամ կաշով, 2 փաթեթ, մարիխուանայի նմանվող զանգվածով։ 27-ամյա երիտասարդին պատկանող ավտոմեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող 32 փաթեթ, 81 գրամ քաշով, ինչպես նաև դեղնավուն հեղուկով լցված 1 կաթուցիչ։ Նախաքննությունը շարունակվում է։ Նույն օրը Մասիսի համայնքային ոստիկաններն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Նոր Խարբերդի բնակիչն իր մոտ կանեփի բույսից պատրաստած զանգված է պահում։ Այցելության ժամանակ 24-ամյա երիտասարդը ներկայացրել է կանեփի բույսից պատրաստած, մանրացրած եւ չորացրած 3 գրամ քաշով 1 փաթեթ։ Երիտասարդը ձերբակալվել եւ կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Մասիսի քննչական բաժին։ Կապանի համայնքային ոստիկանները հուլիսի 3-ին օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Տանձավեր գյուղի բնակիչը կանեփի թփեր է աճեցնում։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում տղամարդը հայտնաբերվել եւ ներկայացվել է բաժին։ Բացատրական աշխատանքի շնորհիվ 41-ամյա տղամարդը հայտնել է, որ անասնագոմի հարակից տարածքում իր անձնական օգտագործման համար կանեփի մոտ 12 թուփ է աճեցրել։ Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նույն օրը կատարված զննությամբ նշված վայրից հայտնաբերվել են կանեփի թփերը, կատարվում է նախաքննություն։ Հունիսի 29-ից հուլիսի 6-ը Մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 3197 խախտում, պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 106 ավտոմեքենա։ Մասնավորապես հայտնաբերվել է ոչ ստապ 161 վարորդ առանց վարորդական իրավունքի վկայականի 123 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարնիշի հետ կապված 24, չամրակապված վարելու 776, առանց մանկական նստատեղի քարսիթի 32, վարելու ընթացքում ծխելու 314, բարելի սեռախոսից օգտվելու 181, հետիոտնի ոչ սահմանված վայրով անցնելու 14 եւ 995 այլ իրավախախտում։ 77 ավտոմեքենա շահագործվել է առանց ապապայմանագրի 111-ը տեխնիկական զննություն չանցած, 79-ը լուսարձակների անսարքությամբ, 31-ը թաղանթապատված դիմապակիով եւ կողային ապակիներով։ Բացի այդ տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 59 անձ։ Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 12885 խախտում, պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 211 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ ստապ 291 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի 384 անձ։ Հայտնաբերվել է նաև հաշվառման համարնիշի հետ կապված 33, չամրակապված վարելու 3424, առանց մանկական նստատեղի քարսիթի 235, վարելու ընթացքում ծխելու 494, վարելի սեռախոսից օգտվելու 562, հետիոտնի ոչ սահմանված վայրով անցնելու 56, արագության գերազանցման 2277 եւ 3877 այլ իրավախախտում, 183 ավտոմեքենա շահագործվել է առանց ապապայմանագրի, 542-ը տեխնիկական զննություն չանցած, 425-ը լուսարձակների անսարքությամբ, 98-ը թաղանթապատված դիմապակիով եւ կողային ապակիներով, 13 վարորդ ուղղանվել է վարելիս նվագարկչի ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 32 անձ։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հուլիսի 7-ին ծառայողական պարտականությունները բարեխղճորեն եւ բարձր պատասխանատվությամբ կատարելու եւ կազմավորման հնգամյակի առիթով ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոնի ծառայողներին պարգևատրել, իսկ բարեկային ծառայության մի խումբ բարեկների հանձնել է առաջին սպայական կոչումներ։ Շնորհավորելով պարգևատրվածներին եւ կոչում ստացած ծառայողներին, նախարար Սարգսյանը բարձր է գնահատել նրանց նվիրումն ու պատասխանատու ծառայությունը, ընդգծելով, որ շնորհված պարգևներն ու կոչումները ոչ միայն կատարված աշխատանքի գնահատան
աշխատանքն են, այլև նոր պատասխանատվություն շարունակելու ծառայությունը առավելագույն նվիրումով ու մասնագիտական պատրաստվածությամբ։ Արփինե Սարգսյանը ընդգծել է, որ համակարգն ունի շարունակական զարգացման մեծ ներուժ, իսկ այդ ճանապարհին մասնագիտական գիտելիքների ու հմտությունների կատարելագործումն ու պետության արժե համակարգին հավատարմությունը պետք է լինեն յուրաքանչյուր ծառայողի գործունեության առանցքում։ Նախարար Սարգսյանը շնորհակալություն է հայտնել բոլոր այն ծառայողներին, որոնք նպաստում են ռեֆորմների հիմքում դրված սկզբունքների իրագործմանն ու ամրապնդմանը։ Ներքին գործերի նախարարն ընդգծել է, որ առաջին սպայական կոչումները շնորհվել են այն ծառայողներին, ովքեր սահմանված ընթացակարգով անցել են մասնագիտական գնահատման բոլոր փուլերը։ Խորհրդատվական կարծիք տրամադրող հանձնաժողովի կողմից գնահատվել են նրանց մասնագիտական կարողություններն ու առաջխաղացման ներուժը։ Արփինե Սարգսյանը վստահություն է հայտնել, որ ծառայողները կշարունակեն իրենց զարգացման ընթացքը, կարձանագրեն նոր հաջողություններ եւ առավել արդյունավետ կծառայեն Հայաստանի Հանրապետությանը եւ քաղաքացիներին։ Արտակարգ իրավիճակներից լիարժեք խուսափել հնարավոր չէ, սակայն դրանցից միշտ մեկ քայլ առաջ լինելը կենսական նշանակություն ունի։ Հենց այս սկզբունքն է որդեգրել փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության բնակչության պաշտպանության բաժինը, որը 2025 թվականի արդյունքներով ճանաչվել է լավագույնը։ Տարվա ընթացքում բաժինը բնակչության պաշտպանության ոլորտում իրականացրել է համալիր եւ բազմաբնույթ աշխատանքներ, ուղղված արտակարգ իրավիճակներում դիմակայունության բարձրացմանը։ Գործունեության առանցքում եղել է ոչ միայն արձագանքման կարողությունների կատարելագործումը, այլև կանխարգելիչ մշակույթի ձևավորումը։ Բաժինը իրականացնում է բազմաբովանդակ աշխատանքներ, մարզում գտնվող քարարթափման, սելավավտանգ, ծովանքավտանգ գոտիներում յուրաքանչյուր տարի ակնադիտական ուսումնասիրություն է իրականացնում, պատկան մարմիններին ներկայացնում, թե ինչպիսի կանխարգելիչ միջոցառումներ պետք է իրականացվի։ Փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության պետ Հայկ Սաղաթելյանը վստահեցնում է, որ լավագույնի կոչումը ոչ միայն գնահատանք է, այլև կարևոր խթան առավել պատասխանատու, որակյալ եւ արդյունավետ ծառայություն իրականացնելու համար։ Տավուշի մարզային փրկարարական վարչության բնակչության պաշտպանության բաժինը ճանաչվել է լավագույն իր առջև դրված խնդիրները լավագույնս կատարելու նվիրված աշխատանքի համար եւ այս գնահատանքը շատ կարեւոր է մարզային փրկարարական վարչության համար։ Այսպիսով աղետից մեկ քայլ առաջ լինելու սկզբունքը շարունակում է մնալ Տավուշի մարզային փրկարարական վարչության բնակչության պաշտպանության բաժնի աշխատանքային առաջնահերթությունը՝ ի նպաստ մարզի բնակիչների անվտանգության։